Գյուլնար Ղարաբաղլու հայաստանյան իրողություններին նվիրված հաղորդաշարը։ Հայաստանում ռևանշիստական ուժերը շարունակում են հանդես գալ նոր սադրիչ հայտարարություններով ու պոպուլիստական ելույթներով։ Ադրբեջանի հետ պայմանական սահմանին սադրանքներ իրականացնելուց բացի, հայ ազգայնամոլները շարունակում են պնդել, որ կգործադրեն բոլոր ջանքերը խոչընդոտելու խաղ գործընթացը, հանդես են գալիս ահաբեկչության կոչերով եւ սպառնում են նոր պատերազմով։ Օրերս սադրիչ հայտարարություններով է հանդես եկել Հայաստանի ոստիկանության հատուկ ստորաբաժանման վետերանների միության նախագահ գնդապետ Գրիշա Սարգսյանը։ Հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պետք է հրթիռային հարվածներ հասցնի ադրբեջանական ռազմավարական օբյեկտներին, մասնավորապես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղուն եւ Մինգեչևիրի հիդրոէլեկտրակայանին։ Աշխարհ քաղաքական իրավիճակից ելնելով մեր Հայաստանի մեր սփյուռքը կարող է բան անել։ Դες թեկուզ 20 թվի պատերազմին հասել է բան, մեկ խնդիր չունենք, չէ՞, ասեք ինչ էր անում։ Ինչ էր անում Հայաստանի Հանրապետությունը։ Զենքերը ուղղում էր Բաքու-Ջեյհան նավթամուղի գազամուղին եւ Մենգեչավիրի գեսին։ Ռակետները նավոտկա տալիս էր ուղղում էր, Արբանյակից մի անգամից իրանք ֆիքսում էին, տենում էին։ 3 րոպեով վազելով անում էին ամեն ինչ։ Անում էին ամեն ինչ, ինչի չարեց, կոզերը իրա ձեռներ։ Ինչն էր պահե։ Այսքան զոհերի հազարավոր տղաների երիտասարդ մի սերունդ, երկու սերունդ տղաների ոչնչացումներ մեզի ձեր տալիս, թե Հայաստանը բերեցակի այս օջախին, այս հզոր երկիրը այսօր ճիշտ ժամանակն է, որ ռազմավարական, ստրատեգիական հակը հարված տալ Ադրբեջանին, այսինքն բոլոր տեսակի ռակետները ուղղել Բաքու-Ջեյհան նավթամուղին, գազամուղին եւ Մենգեչավիրի գեսին, եւ այսօր միանգամից մի հատ պատասխան տալիս ենք Ադրբեջանին ու վերջնականապես Ադրբեջանի հարցը լուծում ենք ու Ադրբեջանը մնում է իր տեղում ու ծնգաճոք խնդրը աղերսում է մեզ։ Վստահ եք ասում, պարոն Սարգսյան, հետևանքները։ Ուրեմն ուժն է ծնում իրավունքը, ուրեմն եթե մահանալը կա, խրխրալս որն է, ինչի մասին է խոսքը։ Ուրեմն նսեմացած ապրենք, կզած վիճակում, կարգավիճակում ապրենք, թույլ, անկարող, ես իմ ամեն ինչից զուրկ, ամենավերջի այն ստրուկի կարգավիճակով ապրեք լավ է, քանց ապրեք մարդավայել, մի տարի, 2 տարի ապրեք, քանց ինչ որ ապրեք ես իմ ինչի պես։ Հասկանում եք, ուրեմն տես ես կներեք 1000 ներողություն կոպիտարի օրինակ եմ բերում։ Ավելի լավ է ցուլի պես ապրես, քանց կովի պես ապրես 100 տարի։ Լսելով Գրիշա Սարգսյանի թշնամական հայտարարությունները, հնարավոր չէ չհամաձայնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության հետ, որ Հայաստանի անկախ պետությունը ըստ էության ֆաշիստական պետություն է, քանի որ մոտ 30 տարի այն ղեկավարվել է ֆաշիստական գաղափարախոսության կրողների կողմից եւ երկիրը ձևավորվել է որպես այդպիսին։ Վերադառնանք Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, երբ օկուպացվեցին ադրբեջանական հողերի 20%-ը, ցեղասպանություն իրականացվեց Խոջալույի խաղ բնակիչների նկատմամբ։ Հայաստանի առաջին նախագահը բացահայտորեն խրախուսում էր էթնիկ զտումները ադրբեջանցիների դեմ, համարելով, որ նպատակը արդարացնում է միջոցները։ Հետո իշխանության եկան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, շարունակելով առաջին նախագահի հանցավոր ուղին։ Հիշեցնենք Քոչարյանի հայտարարությունն այն մասին, թե հայերն ու ադրբեջանցիները գենետիկորեն անհամատեղելի են, ինչպես նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցը բրիտանացի լրագրող Թոմաս Դվալին, որ Խոջալույի ցեղասպանությունը իրականացվել է ապացուցելու, որ հայերը կարող են սպանել խաղ ադրբեջանցիներին։ Այժմ հակաադրբեջանական հայտարարություններով հանդես է գալիս ոստիկանության ոմն գնդապետը։ Սա նրա բառապացույցն է, որ Հայաստանում շատերը շարունակում են ապրել ռևանշիստական գաղափարախոսությամբ։ Ադրբեջանական ժողովրդի հանդեպ ատելությամբ ու թշնամանքով լցված նման հայտարարություններ անելուց առաջ Բեգլարյանները, Գալստյանները, Սարգսյանները եւ մյուս հայ ազգայնամոլները պետք է հասկանան, թե ինչ հետևանքների կբերի, եթե հանկարծ համարձակվեն պայթեցնել ադրբեջանական նավթատարը կամ Մինգեչևիրի հեկը։ Սա կլինի Հայաստանի վերջը։